Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար, որոնք նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում անցկացված նախնական ընտրություններից հետո նրա թեկնածությունը ստացել է լայն աջակցություն։ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել իր քաղաքական կուրսը եւ պատասխանատվություն կրել երկրի ապագայի համար։ Հայաստանում ներքաղաքական քննարկումների առանցքում շարունակում է մնալ պաշտպանության եւ անվտանգության հարցը։ Քաղաքական ուժերը փաստում են, որ առանց հզոր բանակի հնարավոր չէ ապահովել երկրի կայուն զարգացումը։ Վերջին իրադարձությունները տարածաշրջանում ստիպում են վերանայել ռազմական ռազմավարությունը։ Մասնագետները նշում են, որ անհրաժեշտ է արագացնել զինված ուժերի արդիականացումը եւ տեխնոլոգիական վերազինումը։ Այս թեման աստիճանաբար դառնում է ընտրարշավի հիմնական առանցքներից մեկը։ Հանրային կարծիքն ավելի ու ավելի է կենտրոնանում անվտանգության երաշխիքների վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում փաստացի տեղի է ունեցել իշխանափոխություն։ Նրա խոսքով նոր ղեկավարությունը կարող է լինել ավելի բաց եւ հաշվենկատ։ Այս հայտարարությունը մեծ արձագանք է գտել միջազգային քաղաքական շրջանակներում։ Հայաստանի համար սա ստեղծում է նոր մարտահրավերներ արտաքին քաղաքական հավասարակշռության տեսանկյունից։ Երևանը ստիպված է հաշվի առնել ինչպես արևմտյան, այնպես էլ իրանական ուղղությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Սուրբ Աննա եկեղեցում։ Եկեղեցուց դուրս գալիս ընդհանրում է տեղի ունեցել Փաշինյան եւ քաղաքացիների միջև։ Անվտանգության աշխատակիցները արագ արձագանքել են եւ կանխել հարձակումը։ Տեղում իրավիճակը լարվել է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը խուլիգանության եւ պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել է 3 անձի։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ համապատասխան հոդվածներով։ Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցած հարվածների հետևանքով տուժել է իրանահայ բնակչի տունը։ Հարվածը հասցվել է հարևան շենքին, ինչի հետևանքով կոտրվել են պատուհանները։ Ապակիների եւ բեկորների հետևանքով վնաս է հասցվել նաև իրանահայի բնակարանին։ Բարեբախտաբար դեպքի պահին տանը ոչ ոք չի գտնվել։ Տուժածը նշել է, որ կարող էր լինել ծանր հետևանքներ։ Երևանի դատարանում քննվող քրեական գործը կապված է կենցաղային բախման հետ, որի ընթացքում կիրառվել է սուր կտրող ծակող գործիք։ Դատաբժշկական եզրակացությամբ հաստատվել է, որ մարմնական վնասվածք է ստացել նաև մեղադրվող ջավախահայ ուսանողը։ Պաշտպանության կողմը պնդում է, որ դեպքը եղել է փոխադարձ կոնֆլիկտ, սակայն ներկայացվում է միակողմանի։ Նշվում է, որ տուժողի գործողություններին մինչ այժմ իրավական գնահատական չի տրվել։ Պաշտպանությունը հայտնում է նաև, որ կարևոր ապացույցներ չեն ուսումնասիրվել եւ խախտվել են փորձաքննության ընթացակարգերը։ Այս պայմաններում նրանց գնահատմամբ ուսանողը կանգնած է հնարավոր ապօրինի դատապարտման վտանգի առաջ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցության համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ժողովրդի քայլերը բարձր են գնահատվում։ Խոսքը վերաբերում է մարդասիրական օգնությանը եւ իրանցիների տեղափոխման աջակցությանը։ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ հայ-իրանական կապերը կրկին ապացուցել են իրենց ամրությունը։ Նրա խոսքով այս աջակցությունը կմնա Իրանի ժողովրդի հիշողության մեջ։ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Նիցայի նորընտիր քաղաքապետ Էրիկ Սիոտիին։ Քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Երևանի եւ Նիցայի միջև գործունեությանը։ Դեսպանը բարձր է գնահատել Սիոտիի աջակցությունը Հայաստանին եւ հայ համայնքին։ Կողմերը կարևորել են պատմական բարեկամության ամրապնդումը։ Հանդիպումից հետո նրանք մասնակցել են նաեւ հայկական եկեղեցում պատարագի։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ TRIP ծրագրի շուրջ քննարկումները շարունակվում են։ Նրա խոսքով այժմ գործընթացը գտնվում է փաստաթղթերի համաձայնեցման փուլում։ Քննարկվում է նաև միջկառավարական համաձայնագրի հնարավորությունը։ Միրզոյանը նշել է, որ շինարարության մեկնարկը ցանկալի է տարվա երկրորդ կեսին։ Խաղաղության պայմանագրի մասով նոր զարգացումներ չկան։ Հայաստանը շարունակում է պատրաստակամություն հայտնել բանակցությունները արագ սկսելու համար։ Հայաստանի Հանրապետությունը վերջին 3 տարիներին արտահանել է ավելի քան 88 միլիոն լիտր խմելու ջուր։ Արտահանման աշխարհագրությունը ընդգրկում է շուրջ 29 երկիր։ Դրանց թվում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան եւ այլ պետություններ։ Կառավարությունը աջակցում է արտահանողներին սերտիֆիկացման ծախսերի փոխանցմամբ։ Սա թույլ է տալիս արտադրողներին մուտք գործել միջազգային շուկաներ։ Արտահանման ծավալները շարունակաբար աճում են։